Սիրելի իմ դիտորդ, ուրեմն ուզում եմ խոսել իմ նախորդ նյութի մասին, Նիկոլը կանցնի, թե չի անցնի։ Նախ ուզում եմ ասեմ, որ մենակ այն, որ իմ ասածը չլինի, այս հարթակի տառոլոգները հերիք են, որ գնան ուրիշին դրեն, որ իմ ասածը չլինի։ Այդ մի հատ մեծ պլյուս։ Հաջորդ որ ուզում եմ խոսեմ, այնպես չի, որ իմ սրտով է, ես եթե ինձ հարցնեք, ես չեմ ուզում, որ ինքը անցնի, ես անկեղծ կլինեմ ձեր հետ, դա ասելը իմ իրավունքն է, ուրիշ չեմ մանրամասնի, բայց չեմ ուզում, որ ինքը անցնի, որովհետև լավ բան չի լինի մեր երկրի հետ։ Այդպես։ Երկրորդը, ինչի չեմ ուզի անցնի, չեմ ուզի, որ ինքը անցնի, որովհետև գիտակից մասան պարտվելու է, գիտակից ժողովուրդը կներեք, պարտվելու է զոմբի մասային։ Էլի չեմ ուզում վիրավորեմ, ամեն մարդ գիտի ինքը ումն է ընտրելու, ինչի է ընտրելու, բայց ես ամեն դեպքում անկեղծ եմ, իրավունք ունեմ անկեղծ լինելու, քանի որ իմ էջին գիտեմ ինչքան շատ են հետևում, ինչքան մարդիկ են հետևում, բայց կրկնում եմ, որ մենակ այն, որ այս հարթակի տառոլոգները կգնան վաղը ուրիշին կընտրեն, որ իմ ասածը չլինի, այդ արդեն պլյուս է, այդ արդեն լավ է։ Ժողովուրդ ջան, իրականում ընտրեք լավագույնին, թող վաղը հաղթի, լավագույնը թող լինի արդար ընտրություններ, այսքան բան ես ձեզ կասեմ, քաղաքականությունը իմը չի, ես խոսում եմ այն ինչ զգում եմ, ես ասում եմ այն ինչ ինձ իմ տառոներն են ցույց տալիս, 18 թվին էլ չեմ ընտրել, նրանից հետո էլ չեմ ընտրել, հիմա էլ չեմ ընտրելու, ու մի ասեք ինչի, ինքը լավն է, ինքը լավ բաներ ունի արած, ես լավ էսպես իրա մինչև թոքերը ռենգեն եմ արել ու գիտեմ ով է ինքը, եթե ձեզ համար ինքը լավ է, գնացեք ընտրեք, ես ձեր դեմ ոչինչ չունեմ, ձեր հետ վիճելու չունեմ, ոնց դուք ընեցել ես, բայց հիշեք, որ վաղը չեմ իսօրվանից դուք էլի ձեր աշխատանքին եք անցնելու, ձեր օրվա հացն եք վաստակելու, իսկ մնացածը այսպես երկիրը ներսից քանդելու են, լցնելու են իրենց գրպանները, այնպես որ մեր համար բան չի փոխվում, մենք մնում ենք էլի նույն մարդիկ, հա, ինչ եմ ուզում ասեմ, ես էլի մնում եմ իմ ասածին համաձայն, ոչ մի եթե արդար եղանակով լինի, միանշանակ ոչ ինքը չի անցնելու, բայց ինքը ամեն ինչ անելու է, որ անցնի, եւ սա շատ անկանխատեսելի ու վիճարկային հարց է, ես նույնիսկ անցնելու հետ կապված էլի ուզում եմ ասեմ 100% ես ոչ իման չեմ ասել ու չեմ ասի, ցույց է տալի կարտերը, որ ինքը ամեն դեպքում շահեկան վիճակով է դուրս գալու, բայց թե այդ շահեկան վիճակը ես նաև ասել եմ, որ ընտրություններից հետո կամ կգնա երկրորդ փուլ, կամ կլինի կոնֆլիկտներ, կամ իրան կսեղմեն, ինքը անցնելու է վարչական ուժ կիրառելով, եթե արդարությամբ վերցնենք, ոչ, նա չի անցնելու, միանշանակ, եթե ամեն բան փոխվի ու վաղը հանգարց որոշեն արդար ընտրություններ անել, չի լինելու տենց բան, չի անցնելու, բայց նաև եթե դուք նախորդ այսպես նյութերը նայեք, որտեղ ես վերցանել եմ քարտեզը, որտեղ ես խոսել եմ իր հետագայի մասին, հետագայում 3 սցենար է տեղի ունենալու, կամ հարվածը ստանալու առողջության հետ կապված, որտեղ կազիոնный դոմ է իրան բերել, կամ դատական պրոցեսների մեջ է ինչ-որ գաղտնիություն է այսպես հրապարակվելու, և ինքը պատասխանատվության է ենթարկվելու, կամ ներսից հենց իր այսպես մտերիմներից ինքը թիկունքից հարվածը ստանալու դավաճանության տեսքով կասեն, կլինի թե ինչի տեսքով, կապրենք, մենք կտեսնենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի համար աշունը շատ ավելի դժվար է լինելու, ընտրություններից հետո շատ ավելի դժվար է լինելու, եթե անգամ այս մարդը պահի իր աթոռը, ինքը լավ հասկանալու է, որ ինքը ոչ ռեյտինգ ունի, ոչ հարգանք ունի, ոչ պատիվ ունի, ոչ էլ ինքը այդ աթոռին արժանի է, որ նստի, այսպես, ինձանից մի նեղացեք,
ես փորձում եմ անկեղծ լինել։ Եթե ձեզ դուր չի գալի, խնդրում եմ, ոչ մի բան մի գրեք, թողեք, հեռացեք իմ էջից, կամ ինձ բլոկեք, որ չտեսնեք, որովհետև ես ոչ մեկի ամբիցիաներով, ոչ մեկի սրտով չեմ շարժվում, ես շարժվում եմ լիարժեք իմ տառոներով, իմ տեսողականով, իմ զգացածով եւ իհարկե որպես Հայաստանի քաղաքացի իրավունք ունեմ արտահայտելու կամ հայտնելու իմ ցանկությունը։ Չեմ ընտրել, չեմ էլ ընտրելու։ Եվ այնքանով եմ ես ինձ հանգիստ զգում, որ ոչ եռաբլուրի համար ես ինձ մեղավոր կզգամ, ոչ այն վիրավոր տղեկի համար ես ինձ վիրավոր կզգամ, ոչ էլ ընկերիների համար եւ ոչ էլ Արցախը տալու համար ես ինձ մեղավոր չեմ զգում, որտեվ իմ ձեռքով ես այդ կոպիտ ասած բծիչկեն իր անվան դիմաց չեմ դրել, փողոց դուրս չեմ եկել։ Այսպես, այսքանը։